շատ խելացի կադրերով եւ շատ գեղեցիկ քաղաքի համար նախատեսված ծրագրերով վստահում ենք, մենք մեծ վստահություն ունենք, որ այս թիմը կհաղթի, որովհետեւ տեսել ենք իրենց աշխատանքը ժամանակին, ոչ միայն քաղաքի հետ կապված, տարբեր տեղերում ենք տեսել դրանց աշխատանքը, դրա համար վստահում ենք, մենք միանշանակ վստահում ենք հաղթանակ դաշինքին եւ մեծ հույս ունենք, որ անպայման կհաղթի հաղթանակ դաշինքը։ Դե գիտեք ինչ, մտավախություններ միշտ եղել են ու միշտ էլ կան, բայց մենք հույսով ենք, որ անկախ բոլոր գործերից, ինչ որ կձեռնարկվի, միահամուռ ուժերով թեկուս, եթե նույնիսկ հաղթանակ դաշինքը չկարողանա միանձնյա հաղթել, ապա մնացած ուժերը գիտակից մոտեցում կդրսևորեն եւ ինչպես որոշ տեղերում դուք արդեն գիտեք, մենք կարողանանք, այսպես ասած, հաղթել։ Որոշ տեղերում ամիսներ անց փաստացի համայնքը մնում է առանց ղեկավար։ Դե գիտեք ինչ, հիմա նշանակում է մենք պետք է ինչ-որ միշտ ապրենք վախի մթնոլորտում, հա, ու վախից դրդված ոչ մի քայլ չանենք։ Ես անձամբ այդպես չեմ մտածում, եւ ինձ թվում է ինձ նման մտածողները շատ են, չպետք է վախենալ, ինձ թվում է մենք ոչ մի անօրինական բան մեր կուսակցությունը ոչ մի անօրինական բան չի անում, ամեն ինչ անում է օրենքի սահմաններում եւ եթե ժողովուրդը, եթե քաղաքացին, եթե վաղաշապատցին իր ձայնը կվստահի այս կուսակցությանը, ինչի մասին է խոսքը, ինչ վախ։ Միասնի բնակիչ, ինչպես է վերաբերում Փաշինյանի հայտարարություններին եկեղեցու հետ կապված, քանի որ ասել է, որ մայրատներողությունը Էջմիածնի կենտրոնական հրապարակում է այսպես կոչված հոգևոր հավաքը հրավիրել։ Գիտեք ինչ, ինձ թվում է յուրաքանչյուր իսկական, այսպես ասած, Էջմիածնեցի, նա չի կարող այլ մտածել, քան որ եկեղեցին բոլորի սրբությունն է, մայր հայոց, ամբողջ հայության սրբավայրն է, մեր առաքելական եկեղեցին մեր սրբությունն է եւ ինձ չի թվում, որ ասենք մենք պետք է վախենանք ինչ-որ հայտարարությունների։ Բնակիչները կկանգնեն պաշտպանում միանշանակ մենք կկանգնենք ի պաշտպանություն մայր եկեղեցու, մեր հավատի, մեր կրոնի, որը միշտ եղել է հայ մարդու հոգում, հայ մարդու կենցաղում, հայ մարդու մտքերում, այսպես ասած։